Ինչպես օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից։ Եթե դուք շրջանառության հարկ վճարող եք եւ իրականացնում եք առևտրական գործունեություն, ապա կարող եք օգտվել աջակցության ծրագրից եւ 2025 թվականի առաջին երկրորդ եռամսյակների համար հետ ստանալ շրջանառության հարկի 5% շեմից ավելի վճարված գումարները։ Աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե միաժամանակ բավարարում եք հետևյալ պայմաններին. 2024 թվականին իրականացրել եք առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ եւ աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում եղել եք բացառապես շրջանառության հարկ վճարող, 2025 թվականի առաջին երկրորդ եռամսյակների համար ամբողջությամբ վճարել եք շրջանառության հարկը, պարտադիր է նաեւ, որ նույն ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարը գերազանցի առևտրական գործունեության իրացման շրջանառության 5%-ը կամ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով ունենաք չնվազեցված եւ փոխանցված գումար։ Միաժամանակ հարկային մարմին եք ներկայացել 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։ Այսպես, թվարկված բոլոր պայմաններին միաժամանակ բավարարելու դեպքում առաջին եւ երկրորդ եռամսյակների համար կարող եք ստանալ փոխհատուցում, վճարված շրջանառության հարկի եւ նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ձևավորվող իրացման շրջանառության 5%-ի տարբերության չափով եւ լրացուցիչ փոխհատուցում, վճարված շրջանառության հարկի եւ իրացման շրջանառության 1.5%-ի տարբերության չափով։ Եթե ունեք նաեւ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկից չնվազեցված եւ փոխանցված գումար, բայց ոչ ավելի, քան փոխանցված գումարի 1.375 պատիկը։ Այժմ եկեք օրինակով հաշվարկենք, թե որքան կարող են կազմել աջակցությամբ վերադարձվող գումարները։ Եթե 2025 թվականի առաջին եռամսյակում ձեր առևտրական գործունեության եկամուտը կկազմի 5 միլիոն դրամ, ծախսերը 1 միլիոն դրամ, իսկ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը շրջանառության հարկի գումարից չնվազեցված եւ փոխանցված գումարը 100,000 դրամ, ապա գործող դրույքաչափերով առաջին եռամսյակի համար վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը կկազմի 305,000 դրամ։ Տվյալ դեպքում աջակցության գումարները կհաշվարկվեն հետևյալ կերպ. վճարված 305,000 դրամ շրջանառության հարկից կվերադարձվի 55,000 դրամ, իսկ գումարից չնվազեցված եւ փոխանցված ծախսերի մասով 137,500 դրամ։ Այսինքն, առաջին եռամսյակում դուք կարող եք ընդհանուր ստանալ 192,500 դրամ փոխհատուցում։ Աջակցությունից օգտվելու համար պետք է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեք դիմում։ Առաջին եռամսյակի համար մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ երկրորդ եռամսյակի համար մինչև օգոստոսի 1-ը ներառյալ։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողներն ապրանքների ձեռքբերումները եւ նվազեցվող ծախսերն առավելապես փաստաթղթավորեն, ապա գործնականում կարող են վճարել ավելի ցածր շրջանառության հարկ, քան գործող դրույքաչափն է, 10%-ի փոխարեն 1%-ի չափով։ Եղեք իրազեկ։ Պետական եկամուտների կոմիտե։